Հոկտեմբերի 27-ին 3-ամյա Տիգրանը անհայտացավ Գեղարքունիքի Մարզապատակ գյուղում եւ այդ անհայտացման հետ զուգահեռ դավադրության տեսության զանազան այլ տեսություններ շրջանառում, բայց միևնույն է այդ հասարսուր ողբերգության մեջ նույնիսկ այդ մեր կրեմլիազոր գործակալական Կրեմլի պրոպագանդիստները այդ հակահայ հայության ապականության ինչ-որ քարոզտերով դավադրության տեսություն են տարածում, անդրադառնանք այդ ամենին հերթով հասարսուր ողբերգությունը, որը 3-ամյա Տիգրանին հոկտեմբերի 27-ի տենց ժամը 3-ի կողմերը 5-ամյա մեծ աղբորից զբոսնելուց հետո չի վերադարձել, զանազան վարկածներ տեսական ներկայացվում, բայց նոյեմբերի 2-ից 3-ը գտնվեց 3-ամյա Տիգրանի դին եւ նոյեմբերի 3-ի առավոտյան ներքին գործերի նախարարը հարցազրույց տվեց եւ ասաց, որ 3-ամյա Տիգրանին խեղդամահ էր սեփական հայրը։ Այդ հասարսուր ողբերգությունը դժբախտության ֆոնին մեր երկու հատ վիդեոներ աչքս ընկավ, դրա համար անդրադարձա այս երևույթին, որ դավադրության երևույթին էլի, որ հասարակ արտառոց ողբերգությունը կանցարկեն այնտեղ դավադրության տեսության եսի ինչ ահա էտա ձեր Նիկոլ, ես Նիկոլի կողմնակիցը չեմ, ինքը մեր ազգի մի այլ պատու ասա էլի, ահա էտա ձեր Նիկոլի բերած խաղաղությունն է, այդպես բաներ ա լինելու, հեսա դիվերսանտներն են եկել, երեխեքին էս են արել, բոլորիս են գալու, հեսա Երևան են գալու, այդ կարգի նյութերը աչքի ընկնելուց հետո, իմ աչքը առնելուց հետո այս վիդեոն որոշեցի նկարեմ, որ նույնիսկ այս ասարսոր ողբերգությունը, դժբախտ ողբերգությունը, որը այսօր առավոտյան պարզ եղավ էլի, որ հայրն է խեղդամահ, սարքում են նույնիսկ հակահայ, ասարսափ, տերոր տարածող մի երևույթ, ինչ որ Կրեմլա, Բաքվի գործակալ վիժվածները, այդ օկուպացիոն ռեժիմի խամաճիկները։ Մեր նախարարի վիդեոն Բոլոր վարկածները վստահեցնում եմ, որ քննարկվել են։ Ցավոք սրտի պիտի փաստեմ, որ 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել Դաշտամիջյան հատվածում եւ այս պայդրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է եւ այս պայդրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայդրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել եմ։ Կարող եք ասել հայրը հոգեկան հիվանդ է եղել, հայրը տարել նետել է, երեխային Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք ողնողափրկարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների, բայց խնդրում եմ հարգելի գործընկերներ հաշվի եւս 4 երեխա ունի եւ այդ ընտանիքում ապրում էին հորաքրոջ եւս 4 երեխաներ, այսինքն 4 երեխա շարունակում հաշվի առնելով